Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Միրհը առարչական արևային էություն, որում բնական կապը ցմերնային արևադարձն է։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կնշե իր պաշտոնական հռչակագրին 21-ամյակը։ Իրավական եւ մարդու իրավունքներու դիրքորոշում Թուրքիո հնարավոր հարձակման վերաբերյալ Ռոժավայի մեջ։ Լեմքինը աշխարհին տվավ սահմանում Ռոբերտ Ապիսողոմոնյան։ Եղցահողի գորուստը որպես զսկուշացում այսօրվան Հայաստանին Աշոտ Հարությունյան։ Հայկական խոհանոցը Ճերտերի լիճը չես արած, ծմերը գրգին գուշանա Արևմտյան Հայաստանի մեջ, գիտելիքը որպես կյանք փրկելու միջոց, ԵԲՀ-ի մեջ տեղի ունեցավ ցեղասպանագիտության նվիրված միջազգային գիտաժողով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան կգրե. Միրհը կնկատվի արևի, գրագի եւ գենսապեր լուսավորության աստվածը։ Այն ավանդություններուն մեջ, ուր արևը ունի կենտրոնական դեր, ծմերնային արևադարձը կխորհրդանշե լույսի վերադարձը, արևի վերածնունդը, խավարի նկատմամբ խորհրդանշական հաղթանակը։ Հին հայերուն համար միրհը այդ ուժներ, այն լույսը, որ վերստին կսկսի, կվերագենտանանա եւ աշխարհը յետ կխլե խավարեն։ Ահա թե ինչու ծմերնային արևադարձը կդիտվեր որպես տիեզերական բացառիկ պահ ինքնին կապված միրհին։ Հնդեվրոպական, իրանյան եւ միջերկրածովյան աշխարհներուն մեջ Միտրա միրհի պաշտամունքը կնշվեր շուրջ դեկտեմբեր 25-ին, որ հռոմեական շրջանին կանվանվեր անբարդելի արևի ծնունդ։ Միտրան կարժևորվեր որպես վերածնող արև, իսկ դեկտեմբեր 25-ը կդառնար լույսի ծնունդի խորհրդանիշ։ Այս ավանդությունը տարածված էր բազմաթիվ երկիրներու մեջ, ընդգրկելով նաեւ հայկական տարածքները։ Միրհի պաշտամունքը հատկապես կարևոր դեր կգրավեր Արևմտյան Հայաստանի մեջ, մասնավորապես Դարոն ինքնավար շրջաններուն եւ Դիկրիսի վերին ավազանին, ուր գոյություն ունեին միրհին նվիրված սրբավայրեր։ Արևմտյան Հայաստանի մեջ դեկտեմբեր եւ հունվար ամիսները կապված էին լույսի դոներու հետ։ Քրիստոնեությունը ընդունել են առաջ հայկական դոմարի մեջ գոյություն ունեին դոնական օրեր, որոնք կապված էին Սուրբ Կրակի վարման, արևային վերականգնման եւ լույսով մակրո երթումներու հետ։ Հայ միջնադարյան որոշ աղբյուրներ, ինչպես Անանիա Շիրակացին եւ Մովսես Խորենացին, կհիշադակեն հեթանոսական ծեսեր, որոնք ուղղակիորեն կապված էին ցմրան արևի վերածնունդի շրջանին։ Քրիստոնեական Հայաստանը հետագային ներառեց եւ վերափոխեց այս ավանդություններուն մեծ մասը։ Հայկական Սուրբ ծնունդը, որ կնշվի հունվար 6-ին, կխորհրդանշե միաժամանակ թե ծնունդը եւ թե աստվածահայտնությունը, պահպանելով հին լույսի խորհուրդը։ Այսպիսով, թեև միրհի պաշտամունքը այսօր պաշտոնապես գոյություն չունի, սակայն արևադարձի արևային խորհրդանիշները կշարունակեն ապրիլ վերափոխված ձևով։ Փիլիսոփայական եւ դիեզերաբանական ընկալմամբ միրհի գաբը ցմերնային արևադարձին կնշանակե, որ լույսը երբեք չի ոչնչանար։ Անմիայն կքաշվի գրգին վերածնելու համար եւ յուրաքանչյուր խավար իր մեջ արդեն կգրե լույսի խոստումը։ Արևին այս վերածնունդը կարելի է ընկալել նաև որպես փոխաբերություն հայկական դոգունության, թաքցված էության վերադարձին եւ պատմության ամենամութ գիշերներուն մեջ անգամ լույսին հավատարի մնալու կամքին։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհայտարարե, թե 2025 թվականի դեկտեմբեր 17-ին տեղի պիտի ունենա խորհրդի պաշտոնական հռչակագրի 21-ամյակի նվիրված առցանց հանդիպումը։ Միջոցառումը նախատեսված է Zoom հարթակով խորհրդի նախաձեռնությամբ։ Հանդիպման նպատակն է ներկայացնել վերջին 21 տարիներուն ընթացքին իրականացված ծրագիրները, քաղաքական եւ իրավական ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկել ապագա նախաձեռնությունները, որոնք կվերապերին Արևմտյան Հայաստանի պետականաշինության, ժողովրդի իրավունքներու պաշտպանության եւ միջազգային ճանաչման գործընթացներուն։ Հարգելի հայրենագիտներ, հանդիպման միանալու հուղումը եւ մասնակցության բոլոր մանրամասնությունները հասանելի են Արևմտյան Հայաստանի պաշտոնական գայքին մեջ։ Հայտարարություն եւ վերլուծություն Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարության անունով 9 դեկտեմբեր 2025 Ռոժավայի շրջանը, որ կկառավարվի Սուրյո հյուսիս եւ արևելք ինքնավար վարչակազմին կողմէ եւ կպաշտպանվի Սուրյո ժողովրդավարական ուժերուն միջոցով, քանի մդարիները ի վեր կհանդիսանա Թուրքիո եւ անոր ենթակա սուրիական զինված խումբերու ռազմական գործողություններու թիրախ։ Այս ներխուժումները կհագասեն միջազգային մարդասիրական իրավունքին, զինված տագնապներու իրավունքին եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության հիմնարար չափանիշներուն։ Այս պայմաններուն մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական միավոր, որ զբաղված է մերձավոր արևելքի բնիկ ժողովուրդներու եւ պատմական փոքրամասնություններու իրավունքներու պաշտպանությամբ, խստորեն եւ միանշանակ կդատապարտե Թուրքիո կողմէ Ռոժավայի դեմ ուղղված ովևէ նոր հարձակում կամ հարձակման սպառնալիք։ Սուրյո տարածք ովևէ զինվորական ներխուժում առանց ՄԱԿ-ի
անդադի կամ առանց Սուրիո կառավարության եւ Ռոժավայի բնիկ բնակչության հստակ համաձայնության կհանդիսանա հիմնարար չափանիշներու խախտում։ Թուրքիո հարձակումը Ռոժավայի դեմ կտասվի որպես ուժի ապօրինի գործածություն եւ միջազգային պատասխանատվություն առաջացնող գործողություն։ Թուրքիո նախորդ ռազմական գործողությունները Սուրիո մեջ ուղեկցված են հետեւյալ երևույթներով. քաղաքացիական կենսական ենթակառուցվածքներու հրթիռագործում, զանգվածային դեղահանություններ, դաշնություններ եւ անհատական սպանություններ թրքամեծ զինված խումբերու կողմէ, ժողովրդական ջարդարագիտության քաղաքականություն, քրդական եւ այլ փոքրամասնություններու բնակեցված շրջաններուն մեջ։ Միջազգային մարդասիրական իրավունքին համաձայն քաղաքացիական բնակչության դիդավորյալ կամ անհամաչափ վնաս հասցնող հարձակումները կհանդիսանան ծանր խախտումներ եւ կրնան որակվել որպես ռազմական հանցագործություններ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կհամարե, թե այս գործողությունները բացահայտորեն կխախտեն ՄԱԿ-ի կանոնադրությունը, կսպառնան փոքրամասնային քաղաքացիական բնակչության անվտանգության, վտանգի տակ կտնեն պատմականորեն նույն համայնքներու նկատմամբ կրկնվող վայրակություններու վերարտադրությունը եւ կհանգեցնեն Սուրիո տարածքային մասնատման։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կոչ կուղղի Թուրքիո կողմէ որևէ ռազմական գործողության անմիջական դադրեցման, միջազգային ջանցված սահմաններու վերականգնման, ներառյալ Արևմտյան Հայաստանը, Սուրիո հյուսիս-արևելքի քաղաքացիական բնակչության միջազգային պաշտպանության, անցյալին իրականացված խախտումներու վերաբերյալ անկախ միջազգային քննության իրականացման։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Դեկտեմբեր 9-ին Ցեղասպանության զոհերու հիշատակի միջազգային օրվան առիթով Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց փոխնախարար Ռոբերտ Ապիսողոմոնյան Նյու Յորքի մեջ մասնակցեցավ եւ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի մեջ Հայաստանի նախաձեռնությամբ գումարված բարձր մակարդակի հանդիպումին։ Ան շեշտեց ցեղասպանություններու կանխարգելման կարեւորությունը, ժամանակին նախազգուշացումներուն արձագանքելու անհրաժեշտությունը, պետական եւ միջազգային կառույցներու պատասխանատվության հարցը, ինչպես նաեւ ցեղասպանության պայմանագրի համընդհանուր վավերացման հանդեպ Հայաստանի հանձնարարությունը։ Ան գոչ ուղեց այլևս երբեք դարձնելու ոչ թե որպես կարգախոս, այլ որպես գործնական քաղաքականություն։ Եղցահողի գորուստը Քրեմլին ասեցության տակ ձևավորված աբասկային քաղաքականության ամենեն ցավալի հետևանքներեն մեկն է։ Հայաստանի եւ Արցախի կյանքի մայրուղիին մոտ գտնվող այս հին հայկական գյուղը կրնար դառնալ հանրապետության արևմտյան թևին կարևոր ռազմավարական եւ ժողովրդական հենագետը։ Սակայն դարիներու անուշադրության եւ սխալ քաղաքական որոշումներու հետևանքով անիկա դադարգվեցավ։ Եղցահողը, դասը վերստը եւ գանաչ թալանը մնացին անմարդաբնակ առանց ենթակառուցվածքներու եւ պաշտպանության։ 2015 թվականին Եղցահողը ուներ ընդամենը 138 բնակիչ, իսկ հարագից գյուղերուն մեջ կաբրեին քանի տասնյակ մարդ։ Այս իրականությունը պատահական չէր։ Այն հանդիսացավ երկար տարիներ վարած սխալ քաղաքականության, արտակաղթ խթանող պայմաններու եւ արտաքին ասացություններու անմիջական հետևանք։ Եղցահողը մնաց առանց ճանապարհներու ծրագիրներու եւ pedagogan ուշադրության եւ ի վերջո հանձնվեցավ թշնամիին։ Այսօր նույն վտանգը կսպառնա Հայաստանին։ Եթե երկիրը գրգին վստահի արտաքին կետրոններու շահերը սպասարկող ուժերու, ապա Արցախի դադարգված գյուղերու ճակատագիրը գրնա բաժին դառնալ նաեւ Սյունիքին, Գեղարքունիքին, Դավուշին եւ ամբողջ Հայաստանին։ Եղցահողը հստակ դասմն է։ Պետությունը չի կառուցվիր դուրսեն հրահանգվող գամագատարներով, չամրանար, երբ ռազմավարական դարածները կմնան լքված եւ չի կոյադևեր, երբ իշխանությունը գծարայե օդար խաղերու։ Եղցահողը նախազգուշացում է, գամ հայությունը կստապի եւ կպաշտպանե իր պետականությունը, գամ կգրտնե անցյալի ցավալի գորուստները։ Հայկական խոհանոցի ամենեն համեղ եւ խորհրդանշական ուտեստներեն մեկը թոփիկը այսօր կվերագենտանանա Փիերեդի հայկական խոհանոցը Շքեղ Կիրկին մեջ։ 250 էջանոց այս հրադարագությունը, որ կներառե 200 բաղադրատոմս, ներկայացված է բացառապես Ամազոն հարթակի վրա, դառնալով յուրահատուկ ուղեցույցը հայկական ավանդական եւ ժամանակակից ճաշատեսակներու աշխարհին մեջ։ Փիերեդը ընթերցողին կփոխանցե իր խոհարարական գաղտնիքները առաջարկելով օգտակար խորհուրդներ եւ հնարքներ, ինչպես նաեւ պատմություններ եւ հետաքրքրական դրվագներ, որոնք կբացահայտեն ուտեստներու ծագումը եւ անոնց մշակութային արժեքը։ Արևմտյան Հայաստանի Գարս Արդահանի միջև գտնվող Ջլտրի լիճը այս տարի ուշացած ցուրտերու հետևանքով դակավին չեսարած։ Դարեց տարի դակացող եղանակային պայմանները լրջորեն գաստեն լիճին սմերնային կյանքին եւ զբոսաշրջային շարժին վրա։ Ջլտրի լիճը կնկատվի շրջանի ամենեն մեծ քաղցրահամ ջրամբարներեն մեկը։ Նախորդ տարիներուն լիճին մագերեսը սովորաբար կսարեր նոյեմբերի վերջը կամ դեկտեմբերի սկիզբը, սակայն այս տարի ջերմաստիճանները շարունակաբար կմնան սեզոնային սովորական չափերեն բարձր։ Մասնակիցները կկանխատեսեն թե լիճը կրնա սարել 2026 թվականի հունվարին։ Մինչ այդ բնությունը կարծես ապրի երկարաձգված քարունը, որ լուրջ մտահոգություն կառաջացնե թե տեղացիներուն եւ թե զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներուն համար։
Գիտելիքի փոխանցումը, վերլուծական մտածողության զարգացումը եւ փորձի փոխանակումը կարևորագույն դեր կխաղան ցեղասպանություններու կանխարգելման գործին մեջ։ Այս համոզումը կկազմեր ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում խորագրով միջազգային գիտաժողովին գաղափարական հիմքը, որտեղի ունեցավ Երևանի Պետական համալսարանին մեջ։ Գիտաժողովի նպատակն էր ձևավորել նորարարական եւ արդյունավետ ռազմավարություններ, ուղղված ցեղասպանության, բռնի տեղահանություններու եւ զանգվածային բռնություններու կանխարգելման։ Միջոցառումը համախմբեց աշխարհի բազմաթիվ երկիրների ավելի քան 50 առաջատար մասնագետներ, գիտնականներ եւ փորձագետներ, որոնք ներկայացուցին նոր հետազոտություններ, ժամանակակից մոտեցումներ եւ գործական կանխարգելիչ մեխանիզմներ։ Մասնագետները շեշտեցին, թե գրթությունն ու գիտելիքի տարածումը կշարունակեն հանդիսանալ մարդկային անվտանգության հիմնական գործիքները, իսկ ցեղասպանագիտության ոլորտին զարգացումը կրնա կանխարգելել ապագա ողբերգություններ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։